خدا برکتمون بده به همه. این شنورکال ենք Աստծուց, از خدا متشکریم որ այսօր հավաքվել ենք իրար հետ, برای امروز که به هم هستیم. կրկին իրար հետ կիսելու այն խոսքը, որ կյանք է տվել մեզ, دوباره درباره اون کلامی که به ما زندگی داده صحبت بکنیم որ այդ խոսքով ենք մենք փրկված, այդ խոսքով ենք մենք իրար հարազատ դարձել, که با این کلام ما نجات یافتیم و با همدیگه صمیمی هستیم. բայց մենք այսօր չպիտի բավարարվենք այս կամը, որովհետև Աստված ավելին է, քան որ մենք ենք հասկացել։ ولی ما باید با این چیز قانع نباشیم، باید بیشتر پیش برویم. Որովհետև դեռ շատ գործ կա մեր կյանքի մեջ, որ Քրիստոսը պետք է անի, որ Քրիստոսը ինքը ձևավորվի մեր մեջ, ولی خیلی کارهایی است که عیسی باید در زندگی ما رشد بکنه و ما پیش برویم. Աստված օրհնի ձեզ, որ Սամվել եղբայրն էլ պատրաստում է ավետարանիչներ, որպեսզի վկայեն Աստծո խոսքը, خدا برکتتون بده به ساموئل برادرم که شاگردانی آماده میکنه که موعظه انجیل رو منتشر بکنن. որովհետև աշխարհի այդ մեղքի ծովի մեջ շատ խեղդվողներ կան, որոնց պետք է փրկել, برای اینکه در دنیای فانی خیلی زیاد هستن که در گناه غرق میشن. բայց չպիտի մոռանանք, որ ամենաառաջնահերթ կարևոր հարցը մեր հոգիների փրկությունը պիտի լինի։ ولی ما باید فراموش نکنیم که از همه مهمتر نجات روح‌های ماست. Ես ուղղակի մի օրինակ ուզում եմ Սուրբ Գրքից բերել Եղիայի մասին, من میخوام یه مثال کوتاهی درباره ایلیا نبی برایتون بخونم. Եղիան կանչված էր մարգարե լինելու, մարգարեություն անելու, ایلیا از طرف خدا دعوت شده بود که نبی بشه եւ այդ ժամանակին շատ թագավորներ կային, բայց մի թագավոր Աքաբ անունով, در اون وقت پادشاهان زیادی بودن. یه پادشاه به نام آخاب որ ինքը ամուսնացավ մի տրապաշտ կնոջ հետ, օտար ազգի կնոջ հետ, որ Աստված չէր պատվի։ که با یک زن بت پرستی ازدواج کرد که خدا اجازه نداده بود Եվ դրանով սկսեց Իսրայել ժողովրդին մեղանչել տալ։ و به وسیله اون تمام مردم اسرائیل را به گناه کشید. Կային բարձրավանդակներ, կռապաշտության տեղեր, որ հենց Աքաբն էր իր կնոջ վերած կուրքերին երկրպագություն, բահաղին երկրպագություն։ خیلی بتکده هایی بودن که درست کرده بودن و بت ها را میپرستیدن. Եվ այնպես եղավ, որ Աստծո նախանձավորությունը գրգռվեց եւ Եղիային ուղարկեց, որպեսզի այս կռապաշտության վերջը դրվի։ و غیرت خدا بلند شد و نبی را فرستاد که این بت پرستی را در اسرائیل تمام میکنه. Եվ Աքաբը Եզաբել կնոջ խորհրդով շատ մարգարեների սպանել տվեց։ و آخاب با مشورت زن بت پرستش خیلی از نبی ها را کشت. Թողեց միայն Բահաղի մարգարեներին, فقط نبی های باها را گذشت որոնք Բահաղի անունով սուտ մարգարեություններ که էին։ نبوت دروغین میکردند. Եվ Աստված թույլ տվեց, որպեսզի այդ երկրի վրա չորուցամակ լինի, երաշտ լինի, մոտ 3.5 տարի երաշտ։ و خدا لعنت فرستاد که 3 سال و نیم در اونجا بارون نیامد. Եվ եղան որոշեց Աստծո հրամանով, որ հավաքեն բոլոր մարգարեներին Բահաղի, و نبی اینطور خواست که اینطور تمام نبی های دروغین ایزابل رو جمع کرد. մոտ 450 Բահաղի մարգարեներին, մոտ 400 հոգի էլ մեկ ուրիշ կուրքի մարգարեներ կային, մոտ 850 մարգարեներ։ حدود 450 از بها، 400 نفر از یهود دیگه با هم 850 نفر رو جمع کرد که با هم درباره این چیز مشورت بکنن. Եվ Եղիան ասեց, եթե Բահաղն է մարգարե, եկեք այսպես անենք։ و ایلیا گفتش که بانشه یقیانشه علیشا Եվ առաջինը դուք սկսեք, ձեր զոհը մորթեք, դրեք սեղանի վրա, علیشا گفت اول شما ذبحتون رو بکنین روی میز بگذارین، شما زیاد هستین. եւ եթե Բահաղն է Աստված, կանչեցեք նրան, թող երկնքից այս զոհը լապի ու վերցնի։ اگر این بود خداست نام او را بخوانید و بگذارید که این بود
با آتش خودش این چیزا قربانی رو بسوزونه. Առավոտից իրիկուն այդ մարգարեները աղաղակում էին, սրերով իրանց վրա արուն էին հանում, از صبح تا شب داد و بیداد میکردن، با شمشیر خودش رو زخمی میکردن، ولی نتیجه پیدا نمیشد. իրենց Աստծուն երկրպագելու, այդպես է ոչ ձեն, ոչ մի բան չեղավ։ همینطور نه صدایی، نه آتیشی، نه عکس العملی هیچی نشد. Եվ գրված է իրիկվա զոհին, երբ որ Վահաղը و نوشته شد وقت ذبح شامگاهی նորոգեց սեղանը, علیشا میز خدا را مرتب کرد զոհի համար սեղան նորոգեց Իսրայելի 12 ցեղերի անունով։ برای 12 طوایف اسرائیل یک ذبحگاهی درست کرد Որպեսզի հաստատվեր, որ Իսրայելի 12 ցեղերի Աստվածը Եհովան է, که باید تثبیت بشه که عیسی یکتای اسرائیل 12 طایفه اسرائیل خدای بزرگ هست եւ այդ զոհը մորթեց եւ դրեց սեղանի վրա, و این قربانی رو ذبح کرد و بر روی میز گذاشت եւ կողքերը այդպես փոս փորեց و սեղանի կողքերը دورشون رو گودال کند եւ ասեց բերեցեք ջուր լցրեք զոհի վրա։ و گفت بیارین آب بریزین روی این Եվ ذبح. 3 անգամ այս նույնը կրկնեց 3 دفعه این رو تکرار کرد եւ այդ զոհն էլ այդ փոսն էլ լցվեց ջրով։ و این تمام گودال و این ذبح از آب پر شد Երբ որ Երան աղաղակեց Աստծուն, եւ وقتی Աստված կրավ իջացեց եւ լափեց։ علیشا نام خدا را خواند آتش از آسمان و محمد و تمام این ذبح را سوزانید Այդ զոհը լափեց եւ ամենքը տեսան, որ Եհովան է و Աստված։ همه دیدن که یهوه خدای حقیقی است Եվ թագավորն էլ տեսավ։ و پادشاه هم همین رو دید Դե տեսնում ենք Եղիան նորոգեց ուխտը, Իսրայել ժողովրդի ուխտը Աստծո հետ նորոգեց։ و ما میبینیم که علیشا عهد خودش را با خدا تجدید کرد Եվ հրամայեց Վահաղի բոլոր մարգարեներին սպանել։ و فرمان داد که تمام نبیان دروغ را بکشند Եվ այս լուրը երբ որ հասավ Եզաբելին, Աքաբի կնոջը, وقتی این خبر به یزابل ملکه اسرائیل رسید Եզաբելը մարդ ուղարկեց Եղիային ասելով, որ դու այդպես արեցիր իմ մարգարեին, այս իմ աստվածերը քեզ ավելի պետք է անեն, ասենք քեզ պետք է ոչնչացնեն։ و اون یه فرستاده فرستاد که گفت نبیان من رو کشتی منم باید تو رو بکشم Եվ Եղիան վախեցավ ու փախավ։ و علیشا ترسید و فرار کرد Եվ փախավ գնաց միտեղ و فرار کرد یه جای رفت եւ անգամ ասեց ես ուզում եմ մեռնել։ و اینقدر خسته شده بود گفت من میخوام بمیرم Հետարքիր է, եղան մեծ հրաշք գործել տվեց, ուխտը նորոգեց, բայց վախեցան այդ կնոջից։ ولی اینجا جالبه که اون خودش این کارهای بزرگ کرد ولی از یک زن ترسید Ես ուզում եմ այս դրա վրա մենք մի փոքր կանգ առնենք, հասկանանք թե ինչ կատարվեց Եղիայի հոգու աշխարհում։ من میخوام درباره این فکر کنم که چه چیزی در روح علیشا ایجاد شد Որպես մարգարե, به عنوان نبی մենք այսօր մարգարե չենք, اما امروز نبی نیستیم բայց շատերս ոչ մահից ենք վախենում, ոչ էլ հալածանքներից։ و بیشتر از نه از مرگ میترسیم نه از رنج و زحمت Եվ ասում է Եղիան պարկեց, որպեսզի մեռնի։ Իր ուզելով մեռնի։ و میگه علیشا خوابید که میخواست با خست خودش بمیره Ոնց որ մահը իր ձեռքն էր, էլ ինքը որ ուզեր մեռնել, պետք է մեռներ։ Այդպես բան Աստված է ներամայի, չէ՞ որ մարդը։ مثل که مرگ در دست خودش بود خدا باید فرمان بده که انسان بمیره Եվ ասում մի հրեշտակ Աստված ուղարկեց, դրան բերեց քարի վրա դրեց մի նկանակ եւ մի կուշ ջուր։ و خدا فرشتش رو فرستاد یه کوزه آب و یه قرص نان براش فرستاد Ասեց Եղիա վեր կաց եւ կեր։ و گفتی علیشا برخیز و بخور Եղիան կերավ նկանակը ու ջուրը խմեց, նորից պարկեց։ و علیشا دوباره خورد و خوابید که بازم انتظار مرگ داشت Հետարքիր է, եթե ուզում էր Եղիան մեռներ, պետք է ոչ մի բան չուտեր, չէ՞ որ մեռներ։ جالبه که اگه میخواست بمیره باید هیچی نمیخورد Բայց կերավ նորից պարկեց։ میگه خورد دوباره Մտածեց خوابید թե սենց ճիշտ է, բայց այդ հրեշտակը նորից կերակում բերեց, و اینه که جالب که فرشته دوباره غذا آورد
ասես Եղիա, դու երկար ճանապարհ պիտի գնաս։ گفت علیشا تو باید راه درازی بری Դու իմ ծառան ես, քո մեռնելու ժամանակը չի, դու պիտի գործես, تو գործ անես։ خدمتگزار من هستی وقت مردن تو نیست Եվ Եղիան եկացավ կերավ եւ 40 օրվա ճանապարհ و գնաց։ علیشا برخواست خورد و 40 روز راه رفت Այսինքն Աստծո տված կերակուրի մեջ զորություն կա։ یعنی اون غذایی که خدا میده در اون زور و قدرت وجود داره Եվ գնաց մի վայր, մի տեղ, و در یه جایی رفت که եւ այնտեղ Աստված սկսեց խոսել Եղիայի հետ։ و خدا با علیشا شروع کرد به صحبت کردن Ասեց Եղիա, դու ինչ գործ ունես այստեղ։ Ինչ ես եկել այստեղ։ گفت علیشا تو در اینجا چه کاری داری Չէ որ դու մարգարե ես, դու պետք է գնաս իմ բերանի խոսքը տարածես, չվախենաս մեռնելուց, ինչ գործ ունես تو այստեղ։ نبی هستی باید کلام منو منتشر کنی نباید به ترس تو در اینجا چه کاری داری Ես ուղղակի մտածում եմ իմ կարծիքն է, որ Եղիան դեռ Աստծուն լավ մոտիկից չէր ճանաչում։ من اینطور فکر میکنم که علیشا هنوز خدا را کاملا نمیشناخت Եվ Աստված ասեց, մտիր այս փորոչի մեջ, ես հիմա պետք է անցնեմ։ و علیشا خدا به علیشا گفت در این سنگ صخره برو من باید از پیش تو بگذرم Եվ Եղիան տեսավ Աստծո մեծ փառքը و علیشا جلال بزرگ خدا را دید եւ ասեց, հիմա իջիր գնա Աքաբին դիմավորիր։ و گفت حالا برو آخاب را مقابله کن با Որ հիմա مقابله պետք է երկրին օրդություն բերեմ, անձրևներ պետք է տամ։ حالا باید برای دنیا برکت بیارم باید Եվ այդպես بارون է بیارم եղավ Եղիան սկսեց աղոտ քանել եւ անձրևը տվեց و առավ։ اینطور هم شد وقتی علیشا دعا کرد دوباره بارون اومد Հիմա սիրելի եղբայրներ ջան, բոլոր լսողներս։ حالا برادران عزیز و همه که این موعظه را میشنوین Մա ինչպես Աստված Եղիային ասես, Եղիա ինչ գործ ունես այստեղ։ Համա- Ինքը մեզ ավերաբերում։ همینطور که خدا به علیشا گفت که در اینجا چه کار داری همونطور برای ما میگه Մենք հիմա այստեղ ինչ գործ ունենք։ حالا ما در اینجا چه کار داریم Ինչ գործ պիտի անենք։ چه کار باید بکنیم Եթե ինչ-որ փախել ենք մի վայրից, որ մեզի պիտի սպանեն, Ագեր հանգիստ ապրելու, در یک جای فرار کردیم که باید ما را بکشن میخوایم راحت زندگی بکنیم ինձ թվում է դա Աստծո ուզածը չի։ من فکر میکنم این خواست خدا نیست Մենք մարդ ենք։ ما آدم هستیم Մենք հասկանում ենք, մանավանդ սիրելի Պարսիկ եղբայրներ ջան, որ ձեր մոտ հալածանքներ կա, դուք եկել եք այստեղ։ مثلا ما میفهمیم برادران عزیز فارسی که در شما پیش شما رنج هایی است که شما آمدین اینجا Որովհետև դուք Քրիստոսին եք ընդունել برای اینکه شما عیسی را پذیرفتین եւ ինստինքտան Քրիստոսին ընդունողը հալածանք ա կրում։ و خود به خود کسی که عیسی را میپذیره رنج هایی میبینه Բայց այստեղ Աստված գործ ունի ձեզ։ ولی اینجا خدا با شما کار داره Մենք էլ ձեզ հետ միասին, որովհետեւ ما կարողանանք օգնել։ با شما میخوایم که شما را کمک کنیم Ինչով կարող ենք, բայց մեր նպատակը լինի մեր Աստվածը, զորավոր Աստվածը, որ իր ձեռքը մեզ հետ է։ و هدف ما این باشه که بازوی توانای خدا با ما باشه Դրա համար այստեղ Տերը ձեզ զորացնի, برای اینکه خدا زورمندتون بکنه որ գործ ունի ձեզ հետ անելու։ که کارهایی داره که با شما باید بکنه Նախ ձեր անձերի մաքրման, սրբացման գործը, و برای قدوسیت و تمیزی شما որովհետև Աստված սուրբ է, Բարենք- իր սրբության գործի է կանչել մեզ։ برای اینکه خدا مقدسه میخواد فرزندانش هم قدوس باشن Որպեսզի մենք մաքուր անոթներ լինենք, կարողանանք օգտագործել Աստծո ձեռքերից։ که ما وسیله تمیزی برای خدا باشیم Դրա համար Աստված ամենքից գիտի հիմա, ամենքից սրտերը գիտի։ برای اینکه خدا همه رو میدونه دل ما رو آزمایش میکنه Ամենքից տկարությունները գիտի։ ضعف ما رو میدونه Եվ Աստված պատրաստ է, որպեսզի մեզ մաքրի սրբի եւ դնի իր սուրբ գործի մեջ։ و خدا آماده است که ما رو تمیز بکنه قدوس بکنه و در کار خودش از ما بهره گیری کنه Ինչու համար այն խոսքը, որ Աստված տվել է մեզ, ավետարանի խոսքը, برای اینکه اون کلامی که از انجیل خدا به ما داده ինչպես անցած անգամ էլ, եթե չեմ սխալվում, իջեցին Հովան ավետարան 6-րդ գլուխ 64 համարի խոսքը, همونطور که دفعه گذشته در انجیل یوحنا 6:64 ذکر کردیم որ Հիսուսն ասեց, այն խոսքերը, որ ես ձեզի հետ խոսեցի, که
که عیسی گفتن کلماتی که من با شما صحبت کردم Դրանք հոգի եւ կյանք են։ اینا روح و حیات هستن. Դա համար այսօր իմ ու քո մեջ այդ խոսքը ինչպես է հոգի եւ կյանք է։ Մենք ապրում ենք այդ կյանքը։ باید که ما در این سخنان در ما روح و حیات باشه و این کلمات رو ما زندگی بکنیم. Որ երբ որ առիթ կլինի ինչ-որ մեկին վկայելու, Աստծո խոսք խոսելու, و وقتی که فرصتی میشه که به شهاداتی به یکی بدهیم որ մեր ներսից որպես կյանքի խոսք պետք է դուրս գա, ոչ թե մարդկային խոսք։ که از داخل ما به عنوان روح حکمت، روح راستی، روح زندگی بیرون، نه که روح حکمت انسانی. Եվ ես ուրախ եմ, եղբայրներ ջան, من خوشحالم برادران մեր عزیز եղբայրներիդ միասին որ շուտով այդ Նովրուզն է, եթե չեմ սխալվում, با برادران عزیز که شما به زودی عید نوروز پیش میاد որ պետք է ամսի 20-ից սկսվի, که بعد از 20-21 شروع میشه. Սամվել եղբայրը ուղարկել այդ հաղորդագրությունը, մենք էլ ուրախ ենք, պատրաստ ենք օգնելու այդ հարցում։ برادر سنول این چیزا رو برای ما فرستاده. ما خوشحالیم که در این کار مشارکت داشته باشیم. Որ այդ օրը որ ամեն մեկս կարողանա Աստծո խոսքը որպես կյանք փոխանցել իրար։ و ما اون روز بتونیم که کلام خدا را به عنوان مثل زندگی به دیگران منتقل بکنیم. Որովհետև այդ խոսքը պետք է ընկնի առարտ հողի մեջ, այս սրտերի մեջ պետք է ընկնի։ که باید این کلام در خاک حاصلخیزی بیفته. Եվ շատ կարևոր է որ ամեն բան պետք է լինի Սուրբ Հոգով լեցված, و این خیلی مهمه که همیشه باید از روح القدس پر شده باشیم համոզված, که مطمئن باشیم որովհետև առանց Աստծո խոսքի ոչ մեկը չի կարող փրկություն ունենալ։ برای اینکه بدون کلام خدا هیچ کس نمیتونه نجات داشته باشه. Եվ ես համոզված եմ, որ այդ օրը Աստված պիտի օրհնի, այդ օրերը իհարկե։ و من مطمئنم که این روزها را خدا برکت میده و کمک میکنه. Որովհետև մեզանից ավելի շատ Աստված է ուզում այդ հոգիների փրկությունը։ برای اینکه بیشتر از ما خدا میخواد که این روحها نجات پیدا بکنن. Իսկ մենք էլ իր տվածով պետք է իրան բերենք այդ հոգիները։ ما اون چرا که خدا به ما داده ما به برمیگردونیم. Ես դիտեմ ուզում եմ կարդամ Դավիթ թագավորը من از یه جایی میخونم از پادشاه داوود երբ որ աճարը պետք է կառուցվեր, وقتی خانه خدا را باید برپا بنا میکردم եւ ինքն է ներկայացնում, որ քո տվածով Տեր Աստված بود واسه کدوم داره Esperamos essa escuta voltas que ele então esperamos essa Դավիթը որ ասում է քո տվածով քեզ են։ Մնացորդած միջին շատ երկրորդ մնացորդած Առաջին մնացորդած 29 առաջին 10 խոսքից Եվ Դավիթը օրհնեց Տիրոջը բոլոր ժողովրդի աչքի առաջին եւ Դավիթն ասեց. Օրհնյալ ես դու մեր հայր Իսրայելի Տեր Աստվածը քեզանից մինչև հավիտյան։ Քոնն է ով Տեր մեծությունը եւ զորությունը եւ փառքը եւ հաղթությունը եւ պայծառությունը եւ բոլոր երկնքումն ու երկրումս եւ ողները քոնն է ով Տեր թագավորությունը որ եւ դու
բարձրացյալ ես ամենից վեր իբրև գերիշխան, եւ հարստություն ու պատիվը քո երեսիցն է, եւ դու ես ամենի վրա տիրողը, եւ քո ձեռին է զորություն ու կարողությունը, եւ քո ձեռին է ամենի մեծացնելը եւ ուժովացնելը, եւ հիմա ով մեր Աստված, մենք փառաբանում ենք քեզ եւ օրհնվում ենք քո փառավորյալ անունը, որովհետեւ ով եմ ես եւ ով է իմ ժողովուրդը, որ կարողություն ունենք այսպես ընծամատուցանելու, որովհետեւ ամեն բան քեզանից է եւ քո ձեռից են ստացած տվեցին քեզ, որովհետեւ մենք պանդուկներ ենք առաջին եւ նժդեհներ մեր բոլոր հայրերի պես, ստվերի նման է մեր անցած օրերը։ 15 կարծեմ հատ 25 10-ից Давуд در حضور این گروه خداوند را ستایش کرد و گفت ای خداوند خدای جد ما جد ما یعقوب اسم تو را از ازل تا به آباد مورد ستایش باشد عظمت و قدرت و جلال و شکوه و بزرگی برازنده توست ای خداوند هرچه در آسمان و زمین است مال توست سلطنت از آن توست تو بالاتر از همه هستی ثروت و افتخار از تو میآید و بر همه چیز حاکم هستی قدرت و توانایی در دست توست این تو هستی که به انسان قدرت بزرگی میبخشی ای خدای ما از تو سپاسگزاریم و نام با شکوه تو را ستایش میکنیم ولی من قوم چه هستم همیشه رو ساسم چورسشه Եվ դրա համար ես նույնն եմ ուզում կրկնել, որ ով ենք մենք, որ կարողանանք ինչ-որ Աստծո համար մի լավ բան անել։ و من تکرار میکنم که ما کی هستیم که برای خدا یک کاری بکنیم بدون کمک خدا. Դրա համար պետք է ծածուկ սեյնակում հանդիպել Աստծուն։ باید در تنهایی با خدا تماس داشته باشیم. Եվ այնտեղ լեցվել, այնտեղից դուրս գալ եւ տարածել Աստծո խոսքը։ و از روح خدا پر بشیم و کلام خدا رو منتشر بکنیم. Danki խոսքը, որովհետեւ մի օրինակ էլ ասեմ, ցեք գրված է որ երկուսը տաճարում աղոթք էին անում։ و یه چیزی هم بگم که دو نفر در معبد دعا میکردن. Հիմա ով էր Աստծո երեսը փնտրում։ حالا کدوم یکی روی خدا رو نیایش میکرد. Երկուսն էլ եկել են տաճար, Աստծուն երկրպագություն անելու։ هر دو آمده بودن خدا رو ستایش کنن. Բայց ում աղոթքը լսվեց։ ولی دعای کی شنیده شد؟ Ով որ իր գլուխը կախել էր, ասում էր ներիր մեղավորից։ اون که میگفت رحم کن بر من گناهکار. Իր կողքին կանգնածին էլ չէր նայում, ով անա, ինչ էր արել, ինչ պետք է անի, ինքը իր հոգու աշխարհում Աստծո հետ էր կապված։ و اون که کنارش بسته بود به اون نگاه نمیکرد و فکر نمیکرد کی هست فقط خودش درد و رنج و گناهکاری خودش را پیش خدا می آورد. Ոչ մեղադրում էր մեկին, ոչ բարձրանում էր ինչ-որ իր գործերով։ نه غروری داشت نه یکی را گناهکار میدونست. Իսկ այն մյուսը փարիսեցին բարձրանում էր, որ ես եմ արել, են եմ արել եւ սկի սրան պես էլ չէ, այդպես։ و اون فریسی با غرور میگفت من این کارو کردم اون کارو کردم مثل این گناهکار هم نیستم. Դամար Աստվածում աղոթն լսում, խոնարհների։ برای اینکه خدا دعای فروتنان رو میشنود. Դամար միշտ խոնարհությունը հակասնին է եղբայրներ ջան, Աստված կբարձրացնի։ همیشه فروتنی را بر ما برتن کنیم بر خودمون بیافزاییم. Աստված օրհնի բոլորի։ خدا برکتتون Շատ بده. բաներ կա ասելու հորդորել, էլի ժամանակ կլինի։ Բայց ինձ թվում է մենք բոլորս հասկանում ենք, որ շատ կարևոր մի լուրջ գործի վրա ենք այսօր։ خیلی چیزاست که بایدتون بگم ولی همه باید بدونیم که ما در کار خیلی بزرگ و خیلی پاسخگویی هستیم. Նախ մեր փրկությունը, اولا نجات ما ասում եմ, ունեցածդ ամուր պահի։ که هرچی رو داریم محکم نگه بداریم. Այսինքն քո փրկությունը, դե հարստությունն է, դա ամուր պահի։ یا از این ثروت این نجات رو محکم نگاه دار. Եվ դա մեզ էլ հնարավորություն կտա, որ համարձակ կարողանանք Աստծո խոսքը խոսել, քարոզել մարդկանց, վկայել մարդկանց եւ հոգիներ շահել։ و این به ما فرصتی میده که کلام خدا را منتشر کنیم و به مردم شهادت بدیم برای نجات و نجات روح اونها. Դե ասում եմ, քանի որ հայտնության 3-ի
10-ն էլ կարդամ եւ վերջացնեմ։ در مکاشفه 3:11 Սա որովհետեւ իմ համբերության խոսքը պահեցիր, ես էլ քեզ կպահեմ այն փորձության ժամից է, որ գալու է այս աշխարհի վրա, որ փորձե երկրի երեսի վրա բնակողներին։ که کلام سختی و ما رو در وقت سختی نگاه داشتی منم تو رو نگاه می‌دارم در وقتی که سختی به تو روی بیاوره Բոլորին պետք է փորձի։ همه رو باید امتحان بکنه Ինձ էլ, քեզ էլ։ من و شما رو همه رو Եթե այսօր ես եւ դու Աստծո խոսքը համբերությամբ ապրում ենք, اگر հավատքով, امروز با ایمان کلام خدا رو با صبر و حوصله نگاه می‌داریم որովհետեւ հոգի եւ կյանք է ինձ համար, برای اینکه ինձ համար։ زندگی و روح هستش Փորձության ժամանակ էլ Աստված պիտի و պահի։ در وقت آزمایش خدا ما رو حفظ میکنه Մենք հավատում ենք ما ایمان Բարդ داریم Տիրոջը։ خدا رو شکر برای عیسی مسیح آمین